Ուղիղ եթերում, ինչպես եւ խոստացել է, իմ հյուրն է Զարուհի Փոստանջյանը։ Մենք այսօր խոսելու ենք Ստեփան Սամվելյանի Զարուհի Փոստանջյանի պաշտպանյալների Ստեփան Սամվելյանի մասին։ Լավ լուր կա, այդ լավ լուրի մասին արդեն խոսել է Զարուհի Փոստանջյանը, ես հույս ունեմ վաղ մյուս օր մենք այստեղ, ինչպես խոստացել է, Տիկին Փոստանջյանը կհանդիպենք Ստեփան Սամվելյանին, ավելի մանրամասն կներկայացի, թե ինչ է եղել, ամենայն հավանականությամբ միասին եթեր կմտնենք կամ առանցին, դուք կորոշեք, եւ նաեւ դե Գյումրու քաղաքապետի պաշտպանյալն է Վարդան Ղուկասյանի, դրան շատ ավելի կոնկրետ կանդրադառնանք, մի քանի օր է, գիտեք, այս Վարդան Ղուկասյանը նորից հրապարակ է եկել, որտեղ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, Տիկին Փոստանջյանը աղաղակում է, բարձրաձայնում է այդ հարցը, քիչ առաջ էլ Տիկին Փոստանջյանը այստեղ եկավ դատախազությունից, այո, դատախազությունից եկավ, բայց մինչ այդ մեկ-երկու թեմա կա Տիկին Փոստանջյանը միասին ուզում եմ քննարկել, գիտեք, որ հայտարարություն էր արել Ալիևը ասելով, որ Գյոչա կոչել է Սևանա լիճը, որ ինքը գալու է, վերցնելու է, դա դուք հիշում եք, այսպես շատերը փորձում են դա ինչ-որ մանիպուլյացիաներ անել եւ փակել այդ թեման, դե հիմա ինչ է եղել ասել, օրինակ Ալենն ասում է, դե ինքը ներքին լսարանի համար է ասում, Նիկոլն ասում է, դե դա չէր ուզում ասել, այսպես լավ փաստաբանական գործ են անում էլի Ալիևի համար, բայց հիշենք, որ այդպես նույն կերպ հոխորտալով ինքնավստահ Ալիևը Նիկոլի իշխանություն գալուց հետո ասում էր Արցախը մերն է, այսպես էր կոչում, պիտի վերցնեն, մարդը հասավ դրան, ասում էր Սյունիքի այս տարածքները մերն են, մարդը հասավ դրան, Ջերմուկի բարձունքները վերցրեց, Կիրանցը ասում էր մերն էր, մարդը հասավ դրան, եւ ինչ երաշխիք կա, որ ինքը նաեւ չի հասնելու դրան։ Իդեպ օրերս նաեւ հաղթանակի շքերթ այդպես բաներ անցկացվում Բաքվում, իրենց հաղթանակն էին տոնում եւ ինչ էր ասում Ալիևը այդ շքերթի ժամանակ, հիշում էր, որ մարդիկ ասում էին այստեղ թեյ կխմենք եւ ինչ ասեց դե նրանք ովքեր որ ասում էին հիմա բանը մեր բանտերում են, այսինքն շարունակում է զվարճանալ, այսպես ասած հպարտանալ, այս այն մարդն է, որ իբրև թե ըստ Նիկոլի մեզ բան է անում, էլի խաղաղություն է իբրև թե բերելու։ Եվ հիշում եք մի Մակունց անունով Ալիևն ասաց, որ չի, չես Նիկոլը, որ պաշտպանել էր դա էր, եւ հիշում եք մի տիկին կար Մակունց անունով, ասում էր Թուրքիան այս ամեն ինչին չի խառնվում, ես վստահ եմ, որ չի հարձակվի, բայց պիտի հիշեք, որ Էրդողանը ասաց այդ մաթափ տալով Ալիևի վրա, որ այդ հաղթանակը առաջին հերթին հենց իրենն է, Թուրքիային էր։ Ավելին ինքը հայտարարել է, որ Թուրքսա մեծագույն Ղարաբաղի ազատագրում հպարտության աղբյուր է թուրքական աշխարհի համար, Ղարաբաղի հաղթանակը ոսկե տառերով պետք է գրվի թուրքական աշխարհի պատմության մեջ, մեր ընդհանուր պատմության մեջ, այսպես է ասել Էրդողանը, դե որովհետև մեծ թուրանական երկրի ճանապարհին իրեն խանգարում է հայ ժողովուրդը եւ առաջին, այսպես ասած, գործը արել են, հարցը լուծել են եւ մնում է իրենց համար Հայաստանը։ Խնդրեմ, այս հարցին կարճ համառոտ անդրադառնանք, անցնենք հետո։ Հա, եւ իր հաղթանակի պուրակով է ինքը հպարտացել, մարդը շարունակում է հաղթանակի պուրակը պահել, այնտեղ գիտեք, որ ինչ նվաստացիչ էսպիսի բան պատկերներ կան, խոսքը Ալիևին է վերաբերվում, բայց մեր ազգակործանը բան է անում, շարունակում է այս խաղաղության թուղթը իմիջիայլոց Թրամփի ստորագրման, իդեպ 10-15 օր առաջ այդ Թրամփի մի հատ այդպիսի մի թուղթ էլ կար խաղաղության, չգիտեմ, Զուքարանի թուղթ ասես, ինչ թուղթ ասես այդ թուղթը, ինչպես բանը դեն նետեց, այդպիսի մի թուղթ կար, չէ, իբրև թե Գազայի վրա դա հրադադար է, խաղաղություն է, տեսանք թե դա քանի կտոր ինչ արժեք ուներ, այդ թուղթը, երբ որ հերթական անգամ այդ թուղթը, Թրամփի թուղթը, որտեղ որ կար Թրամփի ստորագրությունը, համաձայնությունը հպարտությամբ էր ներկայացնում, որ տեսեք, ես հերթական խաղաղությանը հասա, այդ թուղթը իմ ձեռքին եւ ինչպես էր նորից ու նորից ռմբակոծում Գազան։ Մենք մի 2 օր առաջ տեղի ունեցավ այդ 5 տարին, որ նոյեմբերի 7-ին կնքվել էր ինչ-որ հրադադար էր, թե ինչ-որ խաղաղություն էր եւ այլն, փաստաթուղթ էին կնքել։ Փաստաթղթից հետո մենք ինչ տեսանք, որ այսօր Արցախը դատարկված է եւ մեր հայրենակիցները դատարկելուց առաջ ենթարկվեցին ցեղասպանության, նոր նրանց դուրս հանեցին Արցախից։ Այսինքն ժամանակակից աշխարհում այսպիսի թղթերի վրա եւ չապավինելով քո ներքին ուժերին եւ քո
ազգային ուժերին, ապա դու կործանված ես եւ ընդհանրապես պարտված ես։ Հիմա ինքը ինչ է անում, զուգահեռաբար եւ ազգային ուժերն է ոչնչացնում, դա ենք մենք տեսնում ամեն ինչը, բոլոր ազգային ինստիտուտների նկատմամբ ինքը ոտնձգություն է կատարում եւ զուգահեռաբար, քանի որ պետք է անհրաժեշտ է նաեւ կերակրել որոշ մարդկանց, ապա նաեւ զուգահեռաբար ասում է ինչ որ խաղաղության փաստաթուղթ եմ ստորագրելու եւ այլն։ Իսկ այն մյուսները կողքից ով որ իր գործընկերն է, այստեղ երկրորդ կարծիքը գոյություն չունի, ամեն ինչ պայմանավորված է արվում։ Նույնիսկ ընդեղից որ մեկը Բաքվից բղավում է, ինչ որ հայտարարություններ է անում, թուրքերեն անվանումներ է տալիս մեր Սևանին, ապա դա նույնպես պայմանավորված է։ Այստեղ իրենք պայմանավորված հայտարարություններ են անում, ես չեմ կասկածում, որ Ալիևն ու Նիկոլը իրար պայմանավորված հայտարարություններ են անում։ Այդ մասին մենք ինքներս ենք տեսել ենք վերելակը, տեսել ենք մնացած հայտարարությունները, տեսել ենք իրենց հետ շփումները, տեսախցիկների առաջ։ Դե տեսակ ինչպիսի բացահայտումներ եւ խոստովանություններ ադրբեջանական կողմից, ինչ է տեղի ունեցել, ինչ է ասել, որ ինձ կսպանեն, չէ, Նիկոլն ասել է դուք ուզում եք ինձ սպանեն, Ալիևին է ասել, արդեն սկսել են շատ բաներ սկսել է բացահայտվել։ Ինչ որ ասվում է, ես այն կարծիքի եմ, որ այն ինչ որ ասվում է եւ արվում է, դա արվում է բացառիկ պայմանավորվածությունների ներքո, բացառիկ ծրագրի իրականացման տիրույթում, այսինքն դա հենց այնպես ոչ մի բան չի արվում։ Ծրագիր է իրականացվում, որը աշխարհաքաղաքական է եւ դա միայն ինչ որ մեկ կամ այդ անձերով չի պայմանավորված, ոչ Ալիևով, ոչ Նիկոլով է պայմանավորված, դա բացառիկ աշխարհաքաղաքական ծրագիր է։ Այս ծրագրին պաշտոնապես բազմաթիվ անգամ, ամեն անգամ միայն դեմ է, որը հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը պաշտոնապես այդ մասին դեմ արտահայտվել է։ Հիմա մեր հասարակությունը արդյոք դեմ է, թե կողմ է, ես այն կարծիքի եմ, որ դեմ է, որովհետև այդ դեմ լինելը արտահայտվել է ամենավերջին կարևոր քաղաքական ընտրություններում, դա Գյումրիի ընտրություններն էին, որովհետև մենք եկեք զուգահեռաբար տանենք, կար ընդդիմություն եւ այդ ընդդիմությունը դրսեւորեց հավաքական միասնական կեցված, ասեց ոչ, այս քաղաքականությանը ոչ ենք ասում։ Դա ուղղակի դե չի Փարաքյարում էլ ասեց ոչ, այնտեղ էլ ասեց ոչ, բայց Գյումրին այո, ես նայեք, մենք Գյումրին ինչ ենք վերցնում շատ կարևոր նշանակություն է։ Եվ երկրորդ մեծությամբ քաղաքն է, եւ աշխարհաքաղաքական նշանակության քաղաք է եւ այլն։ Հետեւաբար մենք այստեղից կարող ենք անել արդեն մեր եզրահանգումները, որ մեր հասարակությունը դեմ է այս գործող քաղաքականության իշխանություններին եւ նրանց վարած քաղաքականությանը, որը ինչ որ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ուղղորդվում է եւ նրանց անպայմանորեն տալիս են առաջադրանք, նրանք կատարում են։ Հետեւաբար այս առաջադրանքը, որպեսզի փոխվի, այս առաջադրանքը, որպեսզի հնարավորություն չունենա կյանքի կոչվել եւ նաեւ չեղարկվի, մենք պետք է ունենանք ազգային իշխանություններ։ Սա է սրա պատասխանը, այսինքն ընդեղից պետք է բղավի, ընդեղից ոչ միայն Սևանի համար պետք է բղավի, այլ ուրիշ հարցերի վերաբերյալ նույնպես պետք է բղավեն։ Այստեղից պետք է ձայնակցեն, ասեն, որ լավ են անում, բղավում են իրանց համար են բղավում։ Տեսեք ինչ է ասում։ Չի բղայես տիկես Ոստան ջան, սա չի բավարարվում է, մենակ նրանով, որ բղավելու են կամ ինչ որ բանը հայտարարում ենք, տեսել ենք վերջին 7 տարվա ընթացքում, հատկապես վերջին 5 տարվա ընթացքում, դա կոնկրետ վերածվում է գործողության եւ կոնկրետ, ասենք, պատերազմի է վերածվում, այդ մարդը վերցնում է, այո, մենք 4 պատերազմ ա բերել, հիմա այս հայտարարությունը մարդը կոնկրետ խոսում է, հիմա չգիտեմ, տանկերով կգա, թե մեքենաներով կգա, ոնց խոսի, այս մարդը բացահայտ իր նկատողների մասին խոսում է, Երևան, Սևան, ոնց խոսի։ Անկախ նրանից խոսում է, թե չի խոսում, այն ինչ որ մենք տեսնում ենք սահմաններին, սա ապացույցն է, որ նրանք պատրաստվում են։ Այսինքն մենք այդքան միայն խոսքի վրա եկեք չհիմնվենք։ Տեսնենք այն, ինչ որ տեղի ունենում սահմաններին։ Այսինքն սահմաններում, եթե մարդիկ գնում են խաղաղության, այդպիսի միլիարդավոր ռազմական նշանակության շինարարություն չի կատարվում։
Ռազմական նշանակության է վերածվել ամբողջ այդ շինարարությունը Արցախում այնտեղ ամբողջը ռազմական շինարարության օբյեկտներ են 3 միջազգային այսպես կոչված ճակերտավոր аэроպորտ է կառուցվել բայց 3-ն էլ ոչ մի քաղաքացիական չվերթ չի իրականացնում կառուցվել է երկաթգիծը ինչի համար ես նայում եմ ուրեմն Բաքու ակնա երկաթգիծ են իբրև թե արդեն բացել շահագործում են բայց մի հատ ուղևոր այնտեղ չկա գնացած բացի այդ եկեք չմոռանանք որ Արցախը ամբողջությամբ 12000 քառակուսի կիլոմետր է այսինքն են ոչ թե լղին տարածք այլ նաև ամբողջ Արցախը որը մենք ազատագրել ենք այդ ամբողջ Արցախի այդ երկայնքով փակ տարածք է այնտեղ որևիցե անհատ ադրբեջանցի կամ խաղաղ ադրբեջանցի ինքը չի կարող մուտք գործել Արցախ եւ Արցախից հանգիստ գնալ գալ այսինքն այդ տարածքը նույն 12000 քառակուսի կիլոմետրը ինքը փակ տարածք է ում համար է փակվել այդ տարածքը մենք հասկանում ենք այնտեղի շինարարությունից իրենց կողմից հրապարակված նյութերից եւ նաեւ այլ նյութերից մենք տեսնում ենք որ դա բացառիկ ռազմական նշանակության տարածք է դարձել ում դեմ Պարզ է, որ առաջի հերթին մեր դեմ է, երկրորդը Իրանի դեմ է, երրորդը այլ երկրների դեմ է, չորրորդ, հինգերորդ լիքը պատճառներ կան, որովհետև ինքը դարձել է աշխարհաքաղաքական կարևոր նշանակության։ Իսկ այս մարդը ինչ է հայտարարում, հիմա շատ հետաքրքիր է, ուղղակի չհասցրեցիք սա ցուցադրել։ Հիմա տեսեք ինչ էր ասում 2017 թվականին, այսպես կոչած իբրև թե էլի ընդդիմություն Նիկոլը, լսեք։ Խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետև եթե որևէ պետություն ուզում է մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետև եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն նա պետք է պատրաստ լինի պատերազմի, եւ պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում 17 թվականին, այո։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում։ Լսում եք, չէ՞, ինչ ասում։ Լսում եք, չէ՞, 17 թվական, ահա, խնդրեմ։ Նորից մեկ անգամ եւս։ Խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետեւ Եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն նա պետք է պատրաստ լինի պատերազմի եւ պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Չէ՞ իշխանության գալ է։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը։ Ընդ որում մենք իր իշխանության գալուց հետո փողզիջման մասին գաղափար չեղե, միայն զիջելու, տալու, հանձնելու, նվիրելու մասին։ Սա 17 թվականի Նիկոլի բառերն էր։ Խնդրեմ։ Ակնհայտ է, որ այն ինչ որ խոսվել է ժամանակին իր բառերից, իր շուրթերից, իր տեքստերից, դրանք որոշ չափով իր գիրքը, որ դարձավ գիրք, դրանք բոլորը դարձան իրականություն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ Նիկոլին ճանաչում էին ի սկզբանե եւ բավականին իր, այսպես ասած, մտայնության հետ ծանոթություն ունեին, նրանք հասկանում էին ով է Նիկոլը։ Եվ իր խոսքերին, որը նա հանդես էր գալի այսպիսի տեքստերով, այսպիսի տեքստ մի հատ էլ հնչեցրել է Սասնա Ծռերի ապստամբության օրերին 16 թվականին, չենք մոռանում, այդ բոլոր տեքստերը նրան նույնպես գրել էին, տվել էին, ասել էին դու հիմա պետք է հանդես գաս այսպիսի տեքստերով, որպեսզի խաբես